Մոսկվայում այսօր հանդիպել են Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը տարօրինակ է համարել հայտարարությունները, որ Ռուսաստանը պատրաստվում է միջամտել Հայաստանում կայանալիք ընտրություններին եւ սադրիչ է համարել Եվրամիությանն ուղղված կոչերը դա թույլ չտալու։ Ալեն Սիմոնյանը, որ բազմիցս դժգոհել է ռուս գործիչների հայտարարություններից, նույնը այսօր նաեւ Լավրովին է փոխանցել։ Հանդիպման բաց հատվածում սակայն Սիմոնյանը չի արձագանքել հիբրիդային հարձակումների վերաբերյալ Լավրովի պնդումներին։ Я понимаю, что внутриполитические процессы всегда обретают. Տարօրինակ է լսել Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ձեզ մոտ ըստ էության արդեն իսկ մեկնարկում է, եւ կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին ազդակներ են հնչում, թե ինչ որ մեկը պատրաստվում է միջամտել ընտրություններին, երբ Երևանից են Եվրամիությանն ուղղված կոչեր հնչում, թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերն ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանն ունի իր սեփական ինքնիշխան ընտրությունը։ Մենք եւս շահագրգռված ենք, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ եւ ինքնաբավ։ В том, чтобы Армения была суверенная, сильная, самодостаточная и могла сама выбирать себе свою внешнюю ориентацию. Я не хочу, чтобы было такое понимание здесь, в России, что Армения пытается как-то... Ես չեմ ուզում, որ այստեղ Ռուսաստանում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը փորձում է Ռուսաստանի դեմ ինչ-որ բան անել։ Ռուսաստանը բարեկամ դաշնակից պետություն է, չնայած կան հարցեր, որ պետք է քննարկվեն։ Դուք այդ ամենը քննարկում եք ձեր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Հապկի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է, մենք ունենք հարցեր, որոնց այդպես էլ պատասխան չստացանք։ Մեզ, մեր հասարակությանը մի փոքր անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը։ Ես դեսպանին հայտնել եմ իմ տեսակետը։ Հայ հասարակությունը շատ բացասական է արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից։ Այդպես են արձագանքում, որովհետև Մոսկվան կարևոր է, եղել է եւ մնում է դաշնակից։ Դրա համար շատ ցավալի է լսել նման արտահայտություններ։ Реагирует так, потому что Москва важна, мнение важно, и понимание того, что Москва это союзник, оно было и оно осталось, и поэтому это очень болезненно слышать такие высказывания.